Այսօր մի հրաշալի պատգամի շուրջ Տերը այս քարոզը դրել է իմ սրտի մեջ, իմ սիրելի պատգամներից մեկն է Սուրբ Ծննդյան մասին խոսելը։ Հիմնականում երբ որ կարդում ենք նոր կտակարանում Հիսուսի մասին, իր Սուրբ Ծննդյան մասին, մենք կարդում ենք Մատթեոս ավետարանը, Ղուկաս ավետարանը, որ շատ մանրակրկիտ գրած է իր Սուրբ Ծննդյան մասին, ամեն այդ բոլոր ինչ որ կատարվել է։ Հովհաննեսը մի այլ ձև է ներկայացնում Հիսուսին, ծագումնաբանությունը չենք տեսնում, բայց գրում է, որ նա հոր մոտ էր, ամեն, սկզբից, փառքեր Հիսուսին։ Նաև կարան, գիտեք, շատ հետաքրքիր է, կարդանք Փիլիպպեցիների 2-րդ գլուխը, խոսում է Հիսուսի ծննդյան մասին, քույր եղբայրներս, թող Տերը փառավորվի։ Մենք այսօր մի կետ կխոսանք, վերնագիրն է քարոզի ժամանակի հրաշքը։ Եղել է չէ կյանքում սպասում ենք, որ մի բան պետք է լինի, ու երբ որ հանձնվում ենք այդ ժամանակի մեջ Աստված սկսում է գործել։ Դա ժամանակի հրաշքն է, քույր եղբայրներ։ Այսօր ես խոսալու եմ այդ երկու կարևոր ժամանակների մասին, որովհետև գիտեմ սա ամեն մեկիս կյանքի մեջ է լինում։ Սպասելը շատ դժվար բան է, բայց Աստված վարձատրում է նրանց, ովքեր որ սպասում են։ Այդ սպասելու մեջ վարձ կա։ Չհանձնվեք, սիրելի քույր եղբայրներ։ Ես երբ որ աղոթում էի անցյալ շաբաթ այս պատգամի հետ կապված, Տերը ասեց, հոգին այսպես ասեց իմ մեջ, որ մենք ունենք ընտանիքներ, որ նրանք սպասում են, որ բալիկ պետք է ունենան։ Տերը ասում է դա լինելու է, ամեն։ Դուք աղոթել եք ընտանիքի անդամների համար, որ թոռնիկ պետք է ունենաք։ Դա լինելու է, սիրելի քույր եղբայրներ։ Ժամանակի հրաշքը գործում է։ Թող եկեղեցին ասի ամեն, փառքեր Հիսուսին։ Սուրբ գրային հատված կարդում եմ Գաղատացիս 4-րդ գլուխ 4-ից 6 համարները։ Իսկ երբ ժամանակը իր լռումին հասավ, այս ժամանակ բառը հունարեն քրոնոս բառն է։ Քրոնոս բառը, երբ ժամանակ իր լռումին հասավ, Աստված ուղարկեց իր որդուն, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրենքի տակ, փրկելու մեզ, որ օրենքի տակ էինք, որպեսզի մենք որդեգրություն ընդունենք փառք Հիսուսին։ Տերը մեզ իր ընտանիքի մեջ որդեգրել է, սիրելի քույրս եղբայրս, Քրիստոսի թափած արյան շնորհիվ, փառքեր Հիսուսին։ Եվ որովհետև դուք որդիներ եք, մենք որդիներ ենք, այսօր էլի եմ ասում, կապ չունի կյանքիդ մեջ ինչ իրավիճակով ես անցնում, դու ունես որդիական իրավունք, ամեն, փառքեր Հիսուսին, որովհետև մենք որդիներ ենք, Աստված մեր սրտերի մեջ ուղարկեց իր որդու հոգին, որ աղաղակում է Աբա հայր, փառքեր Հիսուսին, իր սուրբ հոգու համար, որ այսօր մեր սրտերի մեջից աղերսում է Աբա հայր։ Բայց այդ աղերսանքի, այդ որդեգրության սկիզբը եղավ այդ խոնար մսուրը, սիրելի քույր եղբայրներ, որ Հիսուսը ընտրեց, որ ծնվի մսուրի մեջ։ Հունարենում ժամանակի հետ կապված երկու հիմնական բառ կա, քրոնոս եւ քայրոս բառերը, քույր եղբայրներ։ Քրոնոս, այսինքն այսօր այն բառն է, որ ժամը 12-ին մենք մեր ծառայությունը սկսեցինք։ Ժամացույցի ժամերը հաշված, ծրագրված, մեր կյանքը, մեր կյանքի օրերը, տարիները ամբողջը քրոնոսի մեջ է մտնում։ Ամեն։ Քայրոս այսպիսի մի բան է, որ անսպասելիորեն, որ քո ժամանակից դուրս ինչ որ քո ժամանակի մեջ մեկը մտնում է քո կյանքի մեջ, ամեն։ Դու սպասումներ չունես, որ մեկը պետք է գա ձեր տուն, բայց ինչ որ մեկը նախադեպ ձևով գալիս է ձեր տուն, ամեն։ Քրոնոս, այսինքն մենք ժամը 12-ին մեր ծառայությունը սկսեցինք, բայց քայրոս, ծառայության ժամանակ Աստված հպվում է մեր սրտերի մեջ։ Այսինքն քայրոսի ժամանակի մեջ հրաշքն է գործում Հիսուսի։ Տերը մի հրաշալի ձևով, որ դու կյանքիդ մեջ չես պլանավորել, ոչ մի բան չես արել, Աստված սկսում է քո կյանքի մեջ գործել։ Հալելույա, դա քայրոսն է, փառքեր Հիսուսին։ Ես այսօր խոսալու եմ այս երկու մտքի շուրջ, սիրելի քույրեր եղբայրներ, որտեղ ասում է, իսկ երբ ժամանակը իր լռումին հասավ։ Պատկերացրեք, ամեն ինչ ծրագրված է եղել Եդեմի պարտեզից մինչև Քրիստոսի ծնունդը, մահը եւ անգամ երկրորդ գալուստը, որ պետք է լինի, ամեն ինչ Աստծո ժամացույցի վրա է ծրագրված, ամեն,
սիրելի եկեղեցի։ Հիշում եք, երբ որ Ադամն ու Եվան մեղանչեցին, Աստված չընկավ պանիկայի մեջ։ Աստված այսպես ասեց, լսեք, այս օձի գլուխը ջարդելու է կնոջից ծնվածը, սիրելի քույր եղբայրներ։ Այդ խոստումը Աստված տվել էր Եդեմի պարտեզի մեջ։ Ու ինչն է հետաքրքիր, որ առաջի Ադամը ծնվեց, առաջի Ադամին Աստված ստեղծեց եւ երկրորդ Ադամը ծնվեց։ Հիսուսը մարմնի մեջ, որ օձի գլուխը ջարդի, այդ խոստումը կատարվի։ Ես երբ որ նայում եմ Աստվածաշունչը, շատ հետաքրքիր է։ Ադամից մինչև Քրիստոսի ծնունդը շատ հրաշագործ ձևով է գործում Աստված իր քրոնոս ժամանակի մեջ։ Ամեն։ Մեր կյանքն է, կյանքի օրերն է։ Ես 45 տարեկան եմ, քրոնոս տարիներ եմ ապրել, բայց այդ տարիների մեջ ապրել եմ շատ փորձություններ, ունեցել եմ շատ հաջողություններ, եւ այս քրոնոս տարիների մեջ ունեցել եմ շատ հրաշալի պահեր իմ կյանքի մեջ, քայրոս պահեր։ Քայրոս այն պահն էր, որ Աստված իմ կյանքի մեջ երևաց եւ իրեն ընդունեցի Տեր եւ անձնական փրկիչ իմ սրտի մեջ։ Նա դառավ իմ կյանքի Տեր եւ անձնական փրկիչը։ Հալելույա։ Ամեն ինչ կյանքում ծրագրում ենք։ Մեր ծնունդներ, հարսանիքներ, ամեն բան ծրագրում ենք քայրոս քրոնոս ժամանակի մեջ։ Բայց քայրոս ժամանակը հրաշքի ժամանակն է։ Ժամանակի հրաշքն է, որ Աստված տեսնում է քո սրտի փափագը, այն աղոթները, որ դու արել ես, ու Աստված այցելելու է քեզ, հալելույա։ Ու դա եկել է ծննդոցից մինչև Քրիստոսի ծնունդը։ Ես նայում եմ Ադամի ծնունդից մինչև Ենովքը, գիտեք, 7-րդ սերունդը անցել, քրոնոս ժամանակներ։ Ադամը առաջինն էր, 7-րդը Ենովքն էր։ Ենովքը ինչ եղավ, Աստված հափշտակեց Ենովքին։ Ենովքից մինչև Սաղան ասում է, հաջորդ 7-րդ սերունդն է գնում։ Ուշադիր լսեք, սա շատ կարևոր քրոնոս ժամանակներ են, քույր եղբայրներ։ Երբ որ գալիս է Ենովքից մինչև Սաղան 7-րդ սերունդը, Աստված բարձրացնում է մի այլ մեկին, Սաղայից մինչև Թարան Աբրահամի հայրն է, մյուս 7-րդ սերունդը։ Եվ երբ որ կարդում ենք Մատթեոս 1:17-ը, Աստծո խոսքն ասում է արդ Աբրահամից մինչև Դավիթ, բոլոր սերունդները 14-ն են, Դավիթից մինչև Բաբելոնյան գերությունը 14 սերունդ եւ Բաբելոնյան գերությունից մինչև Քրիստոս 14 սերունդ։ Պատկերացնում եք Ադամից մինչև Հիսուս, Աստված այցելել է ամեն 7-րդ սերունդը։ Հիմա գնացեք Աստվածաշունչը բացեք ու կարդացեք։ Այդ սերունդների մեջ ինչքան ցավ ու վիշտ, ինչքան դժվարություն, տառապանք է եղել, բայց մարդիկ վստահել են, որ Աստված այցելելու է։ Աստծո խոստումները այո եւ ամեն են, քույրեր, եղբայրներ, ամեն, հալելույա։ Եվ այս ժամանակների մեջ Գաղատացիների 4-րդ գլխի մեջ Պողոս առաքյալը ասում է, իսկ երբ ժամանակը իր լռումին հասավ, ամեն մեկը սպասել է, ամեն մի մայր սպասել է, որ որդի պետք է ունենա, որտեվ կնոջից ծնվածը պետք է այդ սատանայի օձի գլուխը ջախջախի։ Եվ նրանք սպասել են, եւ Աստված կամաց Ադամից մոտեցել է։ Եվ մեկ էլ ընտրում է Աբրահամին, Աբրահամի միջոցով Հակոբին է բարձրացնում, Հակոբի միջոցով 12 ցեղերը, Իսրայելի մեջ ընտրում է Հուդային, մեկ ցեղ, ամեն, եւ Հուդայի ցեղի միջից ընտրում է մեկ ընտանիք Դավթի տունը, եւ Դավթի տանից փրկիչն է ծնվում։ Տեսնում եք քրոնոս ժամանակները, բայց մեկ էլ Աստծո քայրոս հրաշքը, ժամանակի հրաշքը, փառքեր Հիսուսին։ Քրիստոսը եկավ իր որոշված ժամանակին, թող եկեղեցին ասի ամեն։ Նա երբեք չի ուշանում, սիրելի քույր եղբայրներ, նա գալիս է իր ճիշտ ժամանակին, փառքեր Հիսուսին։ Քրիստոս եկավ եւ ծնվեց իր ճիշտ որոշված ժամանակին։ Քրոնոսի ժամանակով Աբրահամն ու Սառան ծեր էին, իրենց հնարավորությունները սպառված, մարմինը ուժասպառ եւ տարիները չեն գործում նրանց օգտին։ Հիշում եք։ Աստված երևաց Աբրահամին, ասեց որդի ես ունենալու։ Աբրահամը սպասում էր, եթե որդի եմ ունենալու, ուրեմն իմ կինը կարա քրոնոսի ժամանակով հաջորդ 12 ամիսների մեջ մի որդի ծնվի։ Ինչքան ժամանակ տևեց, սիրելի եկեղեցի, 25 տարի։ Մեկ էլ Աստված նորից այցելեց Աբրահամին, ամեն, շատ հետաքրքիր է։ Քրոնոսի ժամանակով, այո, նրանք ուժասպառ են եղել։ Աբրահամի 99 տարի, իր մարմինը ամբողջովին հրաշքի սպասումներ չկար, բայց Քայրոսը ասում էր, սա է կատարյալ պահը։
Նորից Աստված երևաց եւ ասաց, որ ունենալու ես որդի։ Ժամանակի հրաշքը գործում է, ամեն, սիրելի քույրս, եղբայրս։ Քո կյանքի մեջ ժամանակի հրաշքը գործում է։ Ասա, ժամանակի հրաշքը գործելու է իմ կյանքի մեջ։ Ամեն մի աղոթները Աստված լսում է ու Աստված պատասխանելու է փառքեր Հիսուսին։ Հովսեփը երկար քրոնոս տարիներ ապրեց։ Եթե կալենդարի ժամանակով նայենք, ժամացույցին նայենք, նա լավ տեսիլք էր տեսել, երազ էր տեսել, բայց ինչ փորձության մեջ ընկավ, դավաճանված, մոռացված, բանտարկված, բայց Քայրոսի խոստման ժամանակին Աստված մեկ օրում նրան բարձրացրեց եւ դարձրեց Եգիպտոսի երկրորդ մարդը, ասենք փառքեր Հիսուսին։ Փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի, ամեն։ Տեսնում եք Աստված ոնց է գործում։ Քրոնոսի ժամանակով Աստված Աբրահամին հայտնեց, որ Իսրայելը 400 տարի գերության մեջ պետք է մնա Եգիպտոսում։ Դեռ Մովսեսը չկար։ Աստված հայտնեց Աբրահամին, ասեց. ես քեզ տալու եմ Քանանի երկիրը, օրն ու ժամը ոչ մի բան չի ասում, ես քեզ տալու եմ, խոստումն է տալի։ Եվ ասում է, բայց երբ որ ասում այդ որդին, երբ որ գնա Քանանի երկիր, այդ երկրի մեջ ծառային լինելու նրանք, Եգիպտոսի երկրի մեջ, սիրելի քույր եղբայրներ։ Եվ հիմա տեսնում ենք այդ գերության տարիների մեջ, ասում է, իսկ Քայրոսի ժամանակով Աստված ուղարկեց Մովսեսին։ Նրանք 400 տարի Եգիպտոսում գերության մեջ էին, նրանք սպասում էին ու Աստված, երբ որ այդ թիվ, այդ 400 տարին լրացավ, Աստված նորից այցելեց, ինչ որ մեկին այցելեց։ Միգուցե սա քո այցելության տարին է, մտածել ես դրա մասին։ 400 տարին լրանում Աստված այցելում է։ Եվ Աստված բարձրացնում է Մովսեսին ազատագրելու ամբողջ Իսրայել ազգը։ Հիշում եք Եսթերի պատմությունը։ Իսրայելը, ամբողջ Իսրայելը պետքա ցեղասպանություն լիներ, քույր եղբայրներ։ Եվ մորթկեն ասաց Եսթերին. ով գիտի, միգուցե այսպիսի ժամանակի համար ես դու թագավորության հասել, միգուցե այսպիսի ժամանակի համար ես դու այսօր եկել եկեղեցի, միգուցե քույրս եղբայրս, ամեն, թագավորության հասել, եւ Քայրոսի խոստման ժամանակին Եսթերի մեկ քայլը փրկեց ամբողջ Իսրայել ազգը, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Գաղատացների 4 գլուխ 4-ից 6 համարներում ասում է խոսքը, իսկ երբ ժամանակը իր լռումին հասավ, Աստված ուղարկեց իր որդուն, որը ծնվեց կնոջից, փառքեր Հիսուսին։ Մենք ասում ենք, որ ժամանակների մասին է խոսքը խոսում, ինչ ժամանակների մասին է խոսում։ Պողոս առաքյալը գիտեր Դանիելի մարգարեությունը։ Մոտ Հիսուսից 500 տարի առաջ, Հիսուսի ծնունդից 500 տարի առաջ Դանիելը կանխասեց, որ Մեսիան պետք է գա 490 տարի հետո։ Մարգարեություն ասել է, պատկերացնում եք այս մարգարեությունը։ Դեռ Հիսուսը չի ծնվել, Հիսուսից 490 տարի առաջ Աստված խոստացել է Դանիել մարգարեի միջոցով, որ Քրիստոսը գալու է ու ծնվելու է։ Եվ ասում ենք այդ մոգերը այսինչ աստղ էին փնտրում, այսինչ ժամանակների մեջ էին, այսինչ քրոնոս ժամանակներ էր, որ Քրիստոսը պետք է գար ու պետք է ծնվեր այն էլ կույսից Մայրամից, հալելույա, փառքեր Հիսուսին։ 483 տարվա ավարտին Հիսուսը հայտնվեց Իսրայելին։ Հիսուսի առաջի գալուստը ամեն ինչ արդեն կանխատեսված էր եւ ասված էր, որ ժամանակին երբ է գալու մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Տեսեք Դանիելը ոնց ասում այս մարգարեությունը։ Դանիելի 9-րդ գլուխ 25-26 համարներ ասում է եւ իմացիր ու հասկացիր ով Դանիել, որ Երուսաղեմը վերակառուցվելու վճիրն արձակելուց մինչև Մեսիայի առաջնորդի գալը։ Ամեն։ Հիշում եք ամբողջ Իսրայելը Բաբելոնյան գերության տակ էր։ Եվ Աստված անգամ որ Դանիելին այցելեց, Դանիելն էլ սպասում էր, որ պետք է Աստված այցելի, որովհետև Երեմիային ասել էր 70 տարի քո ազգը ծառայա լինելու Բաբելոնում։ 70 տարի։ 70 տարի հետո ես այցելելու եմ Դանիելին, քո ազգին։ Եվ Աստված այցելեց 70 տարի հետո Դանիելի աղոթքի ժամանակ Դանիելին, եւ Աստված ասում է Դանիել, ես Իսրայելին տալիս եմ երկրորդ հնարավորությունը 490 տարի։ Բայց տեսեք ինչ է լինելու, եւ 490 տարվա այդ շեմին, որ գալիս է Մեսիայի առաջնորդը, գալու է 7 յոթնակից հետո։ 7 յոթնակից հետո եւ 62 յոթնակ կա ասում է,
որը որ իրար հետ միացնում ենք 49 տարին եւ 434 տարիները միասին 483 տարի։ Հաշված Դանիելը մարգարեացավ, Երուսաղեմի պատերը կառուցում են, այդ ժամանակից 483 տարին հաշված մեր փրկիչը մեր Տեր Հիսուս Քրիստոսը եկավ ու ծնվեց, սիրելի քույր եղբայրներ, ամեն։ Դուք վստահում եք Տիրոջ ժամանակներին։ Դուք հավատում եք, որ Աստված կենթանի Աստված է։ Ամեն ինչ իր ժամանակի մեջ է։ Ամեն ինչ այս աշխարհի համար էլ Աստված ամեն ինչ նախատեսել է ու կարգադրել է իր ժամանակների մեջ։ Ու նա երբեք չի ուշանում, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Ժամերն ու ժամանակներն Հայր Աստծո իշխանության մեջ են։ Գործք առաքելոց 1:8 մեջ այսպես ասեց առաքյալը, սիրելի եկեղեցի։ Ժամերն ու ժամանակներն Հայրն իր իշխանությամբ սահմանեց, Հիսուսն ասաց։ Առաքյալները ասում են, երբ ես գալու, քո երկրորդ գալուստը երբ է լինելու։ Հասկացանք առաջի գալուստդ արդեն ամեն բան մարգարեացվել էր, ասվել էր, որ դու պետքա ծնվես մսուրի մեջ, երբ ես գալու քո երկրորդ գալուստը։ Այստեղ Աստված մեր Տեր ասում է ժամերն ու ժամանակները, երկու հունարեն բառ է օգտագործում՝ քրոնոս ու քայրոս, հալելույա։ Քրոնոս ժամերն էլ ու քայրոս ժամանակներն էլ Աստված նախասահմանել է իր կամքի մեջ ու իր իշխանության մեջ, փառքեր Հիսուսին։ Գիտեք, ես նայում եմ քրոնոս այսպես, որ ամեն մեկիս կյանքի օրերը հաշված է երկրի վրա։ Համաձայն եք։ Ամեն մարդ, երբ որ գալիս է հասնում է իր կյանքի այդ ավարտին, այն պահը, երբ որ մարդ իր հոգին ավանդում է Քրիստոսին, դա լինում է քայրոսի հրաշք պահը։ Հալելույա։ Աստված գալիս է, այցելում, Աստված քեզ վերցնում է, մեկ անկը թարթում, մեկ մարմնից դնում է հավիտենական կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, ամեն։ Քայրոսը ու քրոնոսը միասին գործում են մեր կյանքի ամեն մի վարքյան, փառքեր Հիսուսին, մեր կյանքի մեջ գործում ամեն մի վարքյան։ Ժամերն ու ժամանակներն Հայրն է սահմանել իր իշխանությամբ։ Շատ հետաքրքիր է, երբ որ կարդում ենք Ղուկաս ավետարանը նշում է Քրիստոսի ծննդյան մասին։ Ասում է այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց։ Հետաքրքիր այս հրամանը ոնց եկավ, ով դրեց այդ կայսրի սրտի մեջ, ինչու եղավ այդ ժամանակները, որ պետք է այս հրամանը դուրս գար։ Իմիջայլոց ասեմ, տեսեք այս անունները, այն օրերին Օգոստոս կայսրից հրաման արձակվեց, որ ամբողջ երկրում մարդահամար անցկացվի։ Կուսակալ Կյուրենոսի ժամանակ։ Գնացեք ձեր Վիկիպեդիան բացեք, ինտերնետով կարաք research անեք ամեն բան, Օգոստոս կայսրը տեսեք երբ է ծնված եղել։ Եվ տեսեք այս Կյուրենոսը, այս կուսակալը, որ եղել է, եւ այնտեղ տալիս է քահանայի անունն էլ, տեսեք այդ մարդիկ, որ ժամանակի քրոնոս ժամանակաշրջանում են ծնված եղել։ Պատմական ամեն տվյալները կա, կտեսնեք։ Ու այդ պահից 500 տարի հաշվեք, գնացեք առաջ, կտեսնեք ուր եք գնում։ Գնում եք, հասնում եք դեպի Դանիելի մարգարեություն։ Գիտեք ինչն է հրաշք։ Ես միշտ իմ ընկերներին, ովքեր որ չեն վստահում Աստծո խոսքը, որ կատարյալ Աստծո խոսքն, ասում եմ, լսեք, սա ոչ թե միայն Աստծո խոսքն է, որ գործում է մեր կյանքի մեջ, սա պատմական գիրք է։ Ամենը ամեն օրերը, ամեն բան պատմական է, ոչ մի բան մեկին չի հակասում։ Բոլոր կրոնական գրքերը որ բացեք, մեկը մեկին հակասում է։ Բուդայի ընտանիքը չգիտեմ քանի սերունդ կարա գնաք առաջ։ Մուհամեդի ընտանիքը չգիտեմ քանի սերունդ կարաք հաշվեք ու գնաք առաջ։ Աստվածաշունչը խոսում է Հիսուսի քրոնոս տարիների մասին, անգամ Ադամից մինչև Հիսուսը ես խոսացի այդ ծննդաբանությունը, Ղուկասն է նշում է դեպի Քրիստոսից մինչև Ադամ, ամեն բան մանրակրկիտ նշում է, որ այս Աստվածաշունչը Աստծո խոսքն է, Աստծո հոգով գրված, ամեն։ Վստահում եք, սիրելի քույր եղբայրներ, հալելույա, եւ շատերին ասում եմ, Հիսուսը ծնվեց, այո, իսկ երբ ժամանակը իր լռումին հասավ, երբ ժամանակը հասավ, Աստված շարժեց Օգոստոս կայսրի սիրտն ու կյանքը ու ասեց, որ հիմա ժամանակն է, որ պետք է մարդահամար լինի, ինչու՞, որովհետև Հովսեփը Բեթլեհեմում չէր։ Հովսեփը մի այլ տեղ էր, Հովսեփը պետք է գար Բեթլեհեմ, բաներ պետք է կատարվեր, մարդիկ պետք է շարժվեին մի տարածքից մյուս տարածք, որ Աստված իր կատարյալ կամքը աներ, 300-ից ավել մարգարեություններ ա գրվել Հիսուսի կյանքի մասին, մարգարեություններ կա նշված, 50-ից ավելը
Հիսուսի ծննդյան ժամանակ կատարվեց, սիրելի եկեղեցի։ Իր ժամանակի մեջ հատ Աստված կատարում էր ամեն մարգարեություն, հալելույա։ Եվ ասում է Գալիլեայից, Նազարեթ քաղաքից Հովսեփը գնաց Հուդայի Դավիթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, որովհետև նա Դավթի տնից ու սերնդից էր, հալելույա։ Երևի ինքն էլ չէր հասկանում խի պետք է գնա Բեթլեհեմ։ Բայց Աստված արդեն իր քրոնոս ժամանակի մեջ նպատակ ուներ։ Մեր կյանքի մեջ միգուցե մենք բաներ կա լինում, չենք հասկանում, խի այս ժամանակի մեջ այս բաները լինում, ու խի այս փորձությունները Տերը թույլ տալի իմ կյանքի մեջ, որովհետև Տերը ասում է, ես քեզ ուզում եմ մի տեղից շարժեմ մյուս տարածք։ Ուզում եմ քո կյանքի մեջ հատուկ գործ անեմ, փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի։ Տեսեք, շատ հետաքրքիր է։ Նա եկավ Բեթլեհեմ, հետո խոսքը կարդում են Ղուկաս 2:21-ը, 1:21 համար ասում է Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում։ Ամեն, հալելույա։ Մենք տեսնում ենք հաջորդ բանը, տեսեք ինչ է կատարվում։ Մոգերը նրանք շարժվեցին իրենց մոգերը, նրանք եկան աստղը տեսան, աստղի մեծությունը, նրանք էլ սկսեցին գործ անել դեպի մի տարածքից, եկան շատերը ասում են Պարսկաստանից են, շատերը ասում են Բաբելոնը դա կարա լինի Իրաք, այդ տարածքից են, որ կիլոմետրեր, մայլեր կտրել են ու եկել են, աստղին հետևել են։ Աստված մարդկանց շարժումը մի տարածքից մյուս տարածք։ Շատ հետաքրքիր է Աստծո գործերը մեր կյանքի մեջ։ Մենք այստեղ ամեն մեկս նստած Աստված մեզ հայրենիքից բերել այստեղ։ Ես չգիտեմ Քրոնոս ու Քայրոս, ոնց ասեմ այս հրաշքը, որ մեր կյանքի մեջ արել է ու ինչու է այս հրաշքը արել մեր կյանքի մեջ։ Միգուցե մենք այս հարցը կարանք Տիրոջը տանք, ամեն սիրելիներ։ Մենք նայում ենք, որ ասում է Գալիլեայից նա եկավ, սիրելիներ, Բեթլեհեմ քաղաքը։ Եվ այդ ժամանակ հետաքրքիր է, երբ որ նա գալիս է Բեթլեհեմ քաղաքը, հրեշտակային այցեր են սկսում լինել, ամեն մեկն իր ճիշտ ժամանակին։ Ամեն մեկ, այսը արդեն Քայրոս ժամանակն է։ Երբ որ հրեշտակներն են գալի ու սկսում են խոսալ, սա գերբնական ժամանակ է Սուրբ Ծննդյան այս պատմության մեջ։ Հրեշտակը ասաց Զաքարիային, հիշում եք պատմությունը այստեղից սկսեց։ Մի վախեցիր։ Քանիսը ձեր կյանքի մեջ վախեր ունեք։ Մի վախեցիր, քույրս, եղբայրս։ Այո, վախը դա զգացմունք է, վախը կարա այնպիսի զգացմունք, շատ խորը բաներ կար, հետքեր։ Մի վախեցիր, վստահիր Հիսուսին այսօր։ Կենթանի քո Աստծուն վստահիր, ասեց Զաքարիա։ Զաքարիան Աստծո մարդ էր, սիրելիներ, պատկերացնում եք, նա ամբողջ Իսրայելի զոհը պետք է աներ, բայց եկել է միտեղ, որ նա վախում է իր սրտի մեջ։ Այս քահանան ընտրված տարվա ամենամեծ քահանան ասում է՝ մի վախեցիր, ով Զաքարիա, որովհետև քո աղոթքը լսեց Աստված։ Եվ քո կինը Եղիսաբեթը քեզ մի որդի կծնի, եւ նրա անունը Հովանես կդնես։ Հետաքրքիր բան է, չէ՞ Աստված այն ժամանակ է գալիս, որ ամբողջ հույսերը մարել էր այս մարդու։ Աբրահամի պատմությունը կարծես լինի։ Ես ծեր եմ, ոնց կար այդպիսի բան լինի, Տեր Աստված։ Այո, ասում է Քրոնոսի ժամացույցով դու ծեր ես, հնարավորություն չունես, քո ամբողջ ուժերը սպառված են, բայց Քայրոսի հայտնության ժամանակ Աստված ասում է, ես գործելու եմ քո կյանքի մեջ։ Հրաշքներ եմ անելու քո կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, հալելույա։ Նազարեթում հրեշտակն ասաց Մարիամին, ահա կհղիանաս, որդի կծնես եւ նրա անունը Հիսուս կդնես։ Փառքեր Հիսուսին։ Մարիամը գնաց Հրեաստան այցելելու իր զարմիկ Եղիսաբեթին, երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, երեխան նրա որովայնում խաղաց եւ Եղիսաբեթը Սուրբ Հոգով լեցվեց։ Փառքեր Հիսուսին։ Սա Քրոնոսի եւ Քայրոսի միացումն է իրար։ Աստված հրաշքներ է գործում, ժամանակի հրաշքը գործում է, երբ որ իր որդիները շարժվում են։ Հալելույա։ Պատկերացնում եք, Հովսեփ ասեր չեմ գնալու Բեթլեհեմ։ Նա երբ որ գնաց Բեթլեհեմ, հրեշտակները սկսեցին ակտիվետ լինել, սենց ասած։ Մեկ առ մեկ սկսեցին այցելել Զաքարիային, Մարիամին, տեսիլքներ, երազներ, ամեն բան, ժամանակի հրաշքը սկսեց գործել, սիրելի քույր եղբայրներս։ Ինչ հրաշալի պայ, ասում է երեխան նրա փորի մեջ ասում է զգաց, որ շարժվեց։ Նոր փաստոր Գրեգը սրա մասին խոսում էր, ասում աստվածաբաններից մեկը ասել է, որ նրանք կարծում են, որ երեխան Եղիսաբեթի փորի մեջ մահացած է եղել։ Երբ որ լսում է Մարիամի ձայնը, երեխան ցատկում է, երեխան շարժվում է
եւ կենթանությունը առնում։ Ամեն։ Սա մեկ տարբերակն է։ Մյուս տարբերակը նա է, ես ավելի շատ այս տարբերակի վրա եմ հիմնված։ Մեր քույրերը ավելի լավ գիտեք, երբ որ կինը հղիանում է, ժամանակը գալիս է, երեխան պետքա դիրքավորվի։ 6 ամիս անցնում է, չէ՞, ընդհանրապես 6 ամսական այդ ժամանակ երեխան դիրքավորվում է իր ճիշտ դիրքի մեջ։ Այսինքն գլուխը պետքա դեպի ներքև իջնի, ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, մենք նայում ենք, ասում է, երբ որ 6 ամիս լրացավ, մայրամը գնաց։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Այսինքն, երբ որ Աստծո խոսքը, որ մենք լսում ենք, Աստված բաներ կա մեր կյանքի մեջ շարժում է։ Երբ որ մենք ընդունում ենք Սուրբ Հոգու զորությունը, կյանքը, այցելությունը մեր կյանքի մեջ, բաներ կա պտտվում են մեր կյանքի մեջ, շրջվում են մեր կյանքի մեջ։ Բաներ կան, որ ճիշտ դիրքի մեջ հանգնում։ Քույր եղբայրներս, ամեն, փառքեր Հիսուսին, ժամանակի հրաշքը գործում է։ Նազարեթում Գաբրիել հրեշտակն ասաց Հովսեփին, որ վերցնի Մայրամին որպես իր կին, քանի որ նրա մեջ ծնունդը առածը Սուրբ Հոգուց է, փառքեր Հիսուսին, ամեն։ Հիսուսը ծնվեց Հրեաստանի Բեթլեհեմ քաղաքում, ինչպես որ նախատեսված էր։ Մոգերը եկան, սիրելի քույր եղբայրներ, մենք նայում ենք մոգերի այցելությունը։ Մոգերը արևելքից, ասում է, երևացին, եկան Հիսուսին բերեցին ինչ նրան ոսկի խունկ եւ զմուրս։ Փոքր երեխայի համար այսպիսի նվերներ ով է տանում։ Ոսկի, զմուրս եւ խունկ։ Երեքն է նշում են, որ նա թագավորն է, որ նա պետք է մեր մեղքերի համար մահանա, եւ նա մեր բարեխոսն է, որ խունկը մեր ասма սուրբերի աղոթքը խնկի ծխի պես բարձրանում է երկինք, փառքեր Հիսուսին։ Փառքեր Հիսուսին, սիրելի քույր եղբայրներ։ Աստված զգուշացրեց մոգերին չվերադառնալ Հերովդեսի մոտ, պատմելու նրան, թե որտեղ է ծնվելու հրեաների թագավորը։ Գիտեք, աշխարհի թագավորները շատ բաներ կարան անեն, շատ օրենքներ կարան հանեն, բայց ինչ որ Աստվածը որոշում, Աստծո գերբնական որոշմանը ոչ մի բան չի կարա փոխի եւ հակասի, ամեն։ Սիրելի քույր եղբայրներ, եկեք վստահենք Աստծուն։ Հիսուսի ծնունդը հաշված էր օր առ օր, երբ է Քրիստոսը ծնվելու, որ սերունդից է ծնվելու, ինչ է լինելու, ոնց է, ամեն բան նախատեսված էր։ Քո կյանքի մեջ էլ ամեն բան նախատեսված։ Տերը մեր կյանքի օրերը հաշված է Տիրոջ ձեռքերի մեջ, վստահեք Հիսուսին։ Ձեր ընտանիքի անդամների համար, ձեր ազգականների համար հույս ունեցեք, վստահեք ու սեր ունեցեք, որ Տերը գործում է մեր կյանքի մեջ, փառքեր Հիսուսին, հալելույա։ Երբ նրանք այնտեղից հեռացան, ահա Տիրոջ հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին, քույր եղբայրներ, ու ասաց, վեր կաց վերցրու երեխային ու նրա մորը եւ փախիր Եգիպտոս, այնտեղ մնա մինչեւ քեզ ասեմ, որտեղ Հերովդեսը փնտրելու է երեխային, որ նրան սպանի։ Սպանեց, թե չէ Հերովդեսը, ոչ, որովհետև Քրիստոսի ձեռքերը, կյանքը հոր ձեռքերի մեջ էր, որովհետև Աստված իր հրեշտակները, պահապանները, ամեն բան պահապաներ կարգել, ոչ թե միայն Հիսուսի, իր մոր, իր հոր եւ ամբողջ այդ շրջապատի վրա, փառքեր Հիսուսին, սիրելիներ։ Աստված գործում անգամ մեր կյանքի մեջ, նրա սուրբ մսուրը թող փառավորվի, նրա սուրբ մսուրը թող փառավորվի, հալելույա, փառքեր Հիսուսին։ Հերովդեսի մահից հետո հրեշտակը երազում հայտնվեց Հովսեփին եւ ասաց, որ վերադառնա Իսրայել։ Նա Եգիպտոսում էր։ Գիտեք, այս համարները կարդում եմ, ամեն համարից հետո մարգարեություններ ա եղել։ Եվ այս ամեն մարգարեությունները կատարվել է, սիրելիներ։ Հովսեփը երազում նա ստացավ, Աստված զգուշացրեց չգնալ Հրեաստան, ուստի նրան գնացին Գալիլեա Նազարեթ։ Նորից գնաց վերև Գալիլեա Նազարեթ։ Ամենաառաջուց Նազարեթից իջավ Գալիլեա, որովհետև Մարթա համար էր, չէ՞։ Ամբողջ Իսրայելի վրա, ասում է Օգոստոս Կայսրի օրով, ասում է այդ օրենքը հելավ, նա ուզած պետք է իջներ, եւ այդ ժամանակների մեջ հրեշտակները սկսեցին այցելել, մեկ առ մեկ, ամեն մեկին։ Աստված նրանց դուրս է հանում, տանում է Եգիպտոս, երևի մոտ կարանք ասենք, չգիտենք, 2-ից 4 տարի կարանք ասենք, այնտեղ պահում է իրենց, եւ դրանից հետո նորից հետ է ուղարկում, բայց ասում է Հրեաստան չգնաս, կգնաս այնտեղը, որտեղից իջել էիր, ամեն բան Աստծո ձեռքերի մեջ, այսպես է թե չէ։ Նայում ենք, ասում են Քրիստոսի կյանքը
Ամեն բան հայրը նախասահմանել էր ու Քրիստոսի կյանքը հատ առ հատ գծել էր, ոնց է լինելու։ Բա ոնց մեր կյանքը չվստահենք Հիսուսին։ Այն բաները Տերը, որ մեր կյանքի մեջ անում է, միգուցե իրոք մեր քրոնոս տարիների մեջ ցավ ու վիշտ կա։ Աբրահամի, Հակոբի, Իսակի, տեսեք այս ընտանիքների մեջ ինչքան ցավ ու վիշտ են ապրել։ Հովսեփը 24 մերժված տառապած տարիներ է ապրել ընտանիքից դուրս, Եգիպտոսում։ Բայց երբ որ 24 տարիները անցնում են, Աստված Հովսեփին բարձրացնում է, դարձնում այդ երկրի երկրորդ մարդը, փառքեր Հիսուսին, սիրելի եկեղեցի, հալելույա։ Քրիստոսը ոչ միայն եկավ որոշված ժամանակին, նա մահացավ որոշված ժամանակին, սիրելներ, ամեն։ Դանիելի 9:27-ը կարդակ, Դանիել մարգարեն ասում է այսպես. 483 տարի հետո գալու է Փրկիչը, ծնվելու է, եւ այդպես էլ ասում է, նա գալու է, նրա առաջի գալուստը է։ Բայց 27 համար այսպես ասում. Եվ 62 յոթնակից հետո, այսինքն 483 տարի երբ որ գա, ծնվի, 33 տարի ծառայություն անի, նա պիտի մահանա, վերցվի եւ ոչինչ չպիտի ունենա։ Այսինքն մեր Տերը իր առաջի գալստյան նպատակը որն էր, որ նա եկավ երկիր։ Ոչ թե որ երկրի վրա նա լինի իշխան ու թագավոր, նա մեր սրտերի մեջ դառնա իշխան ու թագավոր։ Որ մենք իրեն ընդունենք Տեր եւ անձնական Փրկիչ, որ մեր սիրտը դառնա իր տունը, որ մեր սրտի մսուրը դառնա իր բնակարանը, որտեղ որ ինքը այդ տան մեջ քայլում է, սիրելներ, ամեն։ Ես նայում եմ, ասում եմ, ինչ հետաքրքիր ես դու Տեր արել ամեն բան։ Առաջի գալստյան ժամանակ նա չեկավ սրով, պատերազմի, Փիլիպեցիների երկրորդ նամակը ասում է, երկրորդ գլխի մեջ ասում է, նա իրեն դատարկեց, ամեն բան թողեց երկինքը, ինքն իրեն խոնարեցրեց մարդու կերպարանքով, այն էլ մահը, հանձնառավ ու ասում է խաչի մահը, սիրելի քույրս, եղբայրս, ամեն բան Աստված նախատեսել էր Քրիստոսի կյանքի մեջ, նրա ծնունդը, նրա մահը, նրա հարությունը եւ անգամ նրա երկրորդ գալուստը։ Աստծո խոսքը ասում է, այո, ոչ մեկ ժամերն ու ժամանակները չգիտեն, բայց հայրը իր իշխանության մեջ նախասահմանել է այդ ճշմարիտ ժամանակը, որ ժամանակի հրաշքը երկրորդ գալուստը պետք է լինի շուտով Հիսուսի ամեն, սիրելի եկեղեցի։ Քրիստոսը մահացավ որոշված ժամանակին։ Հռոմեացիների 5:6-ի մեջ ասում է, որովհետև երբ մենք դեռ տկար էինք, Քրիստոսը որոշված ժամանակին մեռավ ամբարիշտների համար, ամեն։ Տեսեք ինչ հետաքրքիր է ասում, անգամ նրա մահը որոշված էր, նրա ժամանակը մահվան որոշված էր։ Եփեսացիների առաջի գլուխի 10 խոսքեր ասում է, նա ճանաչեցրեց մեզ ինչպես հաճելի էր իրեն իր կամքի խորհուրդները։ Հիմա երբ որ հետ ենք նայում Քրիստոսի Աստծո կամքը քննում ենք, ասում ենք, այ դրա համար Աբրահամը այս բան արեց, այ դրա համար էր Աբրահամին հայտնել սա, այ Հովսեփին դրա համար այնտեղից հանեց տարավ Եգիպտոս, որտեղ սով էր լինելու, այսպես հասկանում ենք Աստծո կամքի խորհուրդները, չէ՞։ Բայց այդ ժամանակ Հովսեփը նույն ձև չէր տեսել։ Աբրահամը իրենք է մեր նման փնտրում էին, իրենք է մեր նման վստահում էին, ձգտում էին Հիսուսին, բայց հավատում էին նրա կամքի խորհուրդներին։ Հավատում էին, եթե Տերը ասել է անելու է։ Միգուցե այսօր ես իմ աչքերով չտեսնեմ, ասա իմ սերունդը տեսնելու է։ Հալելույա, փառքեր Հիսուսին, սիրելի քույր եղբայրներ, հալելույա։ Ճանաչեցրեց մեզ ինչպես հաճելի էր իրեն իր կամքի խորհուրդները։ Նա դրանք նախապես սահմանել էր Քրիստոսով, որպեսզի ժամանակների լռումին ինչ որ երկնքում է եւ ինչ որ երկրի վրա ամեն ինչ Քրիստոսով բովանդակվի։ Հալելույա, փառքեր Հիսուսին։ Ես ձեր տեղը լինեմ, հիմա կասեմ ամեն։ Հալելույա։ Ամեն ու ամեն, սիրելի եկեղեցի։ Տեսեք ինչ է, ինչ որ երկնքում է եւ երկրի վրա է, ամեն ինչ Քրիստոսով բովանդակվի, բայց իր ժամանակների մեջ։ Հալելույա։ Հիմա վստահում եք Հիսուսին իր ժամանակների մեջ։ Մի անձնավորություն զանգեց 3 առաջի օր, ասեց հայրս մահացել է։ 5-շաբթի օրը պետքա գնամ հողարկավորում անեմ այդ եղբոր հոր, մեր ամերիկյան եկեղեցում է։
Եվ խոսում ենք այս ժամերի ու ժամանակների մասին։ Ասում եմ հայրիկդ քանի տարեկան էր, ասում է 79, ասում տես Քրոնոս տարիները, 79 տարիներ էր սահմանված։ Բայց այդ պահը, երբ որ նա պարկած էր։ Ու արդեն, գիտեք, մարդը մանալուց առաջ իր հոգին զգում է մի բան։ Զգում է։ Եվ այդ ժամանակ քայրոս պահ լինում մարդու կյանքի մեջ։ Աստված ուղարկում է իր հրեշտակը։ Աստված ծածկում է տունը, ամբողջ տունը։ Ես հիշում եմ մերի եղբայր մայրիկի պահը։ Ծառայության էիք կիրակի օրը։ Մեկ էլ գնացիր տուն, ասեցիր Արմեն ջան, արի աղոտ կարա, գնացինք տուն ու աղոտ կենք, գնացինք ընդամենը հենց ձեռքս դրեցի մայրիկի վրա աղոթում էի, մի անգամից հոգին տվեց, խաղաղությունների չէ տան մեջ, Լուսինե քույրս, հալելույա, մայրիկի Քրոնոս տարիները, իմ հայրը 78 տարեկան, գիտեք մենք նայում ենք մահը որպես պարտություն, ոչ, հաղթանակ է Հիսուսի մեջ, սուրբերը ննջում են, սիրելի քույր եղբայրներ, մեր փրկիչը կենդանի, այդ խոստումն է տվել մեզ, նրա սուրբ ծնունդը, մսուրի մեջ ծնված, նրա սուրբ ծնունդը այսօր վկայում է ու մեր մեջ այդ վստահությունն է դնում Աստծո խոսքը, նրանք, որ Քրիստոսի մեջ ննջել են, հարություն են առնելու մեռելներից, փառքեր Հիսուսին, այո մեր Տերը ծնվեց մսուրի մեջ, բայց չէ որ նա մահացավ ու մեռելներից հարություն առավ, Քրիստոսի ծնունդն ու մահը չեն կարա իրարից առանձնացնենք, չեն կարա խոսանք իր ծննդյան մասին, բայց չպատմենք մահը, չպատմենք այդ սուրբ անառատ գառը, Աստծո գառը, որ եկավ մարդկության համար, իր կյանքը տվեց մեր մեղքերի համար, որ մենք որդեգրություն ունենանք, ինչպես Պողոս առաքյալն ասում, եւ Սուրբ Հոգին մեր սրտերի մեջից աղերսում է Աբա հայր, Աբա հայր, Աբա հայր, փառքեր Հիսուսին, Քրիստոսը մահացավ ճիշտ ժամանակին, Աստված սպասում է, ամեն ինչ սպասարկում է մեզ, ապահովում է ամեն ինչ իր ճիշտ ժամանակին, խնդրում եմ այս խոսքը լսի քույրս եղբայրս, ամեն ինչ քո կյանքում Աստված ապահովում է իր ճիշտ ժամանակին, Սաղմոս 145:15 խոսքն ասում է, ամենի աչքերը քեզ են սպասում եւ դու տալիս ես նրանց կերակուրը իրենց ժամանակին, հալելույա, փառքեր Հիսուսին։ Երկրորդ Օրինաց 11:14-ն ասում է, որ այն ժամանակ ձեր երկրի անձրևը իր ժամանակին կտամ, առաջին եւ վերջին անձրևը եւ կժողովես քո ցորենը, գինին ու քո յուղը, հալելույա։ Մենք շատ ջանքեր կարանք անենք, ամենալավ գործը կարանք ունենանք, ամենաընտիր, լավից լավը կարանք ունենանք, բայց նայեք Տիրոջ սերը այս երկրագնդի վրա։ Ասելա 4 եղանակ պետք լինի, պետքա լինի, անձրևները պետքա գան, տեսեք ինչ գեղեցիկ Աստված գործում իր ժամանակների մեջ։ Ամեն բանի մեջ տեսնում ենք ժամանակները կատարյալ գործում են։ Մարդու կյանքի օրերը 70-80 տարի, ամեն ինչ ժամանակի, քրոնոս ժամանակի մեջ։ Մենք քրոնոսով գիտենք, որ դեկտեմբեր ամիսն արդեն ձմեռ է, գիտենք գարունը գալու է շուտով, ամիսները գիտենք, ամեն բան գիտենք։ Բայց երբ որ մեր կյանքի մեջ մի թույլ տկարություն է գալիս, մոռանում ենք ամեն ժամանակները, ամեն հրաշքներն ու ամեն խոստումները, ամեն բան, որ Տերը խոստացել է, ամեն բան մոռանում ենք ու կենտրոնանում ենք այդ մեկ բանի վրա։ Բայց Տերը դեկտեմբեր ամսին նորից հիշացնում է մեզ որդու Հիսուսի մսուրը։ Ու ասում է, լսի, Ադամից մինչև Քրիստոսի ծնունդը, որ ծնվեց, ես այս սերունդների մասին խոսացի, այդ բոլոր ժամանակները ես կանխատեսել էի եւ ամեն բան խոսացել էի, ասել էի, ամեն բան արել եմ։ Միգուցե քո կյանքի մեջ ես դա չանեմ։ Անհնարին է, որ այդ հրաշքը, ժամանակի հրաշքը, այն ճիշտ ժամանակի մեջ քո կյանքում չգործի, սիրելի քույրս եղբայրս, փառքեր Հիսուսին, փառքեր Հիսուսին։ Աստված ասում է, այս տարի դու կժողովես քո ցորենը, գինին ու քո յուղը,
Ցորեն այսինքն Քրիստոսի մարմինը, գինի նրա այրյունը եւ յուղը նրա օծությունը։ Թող սա լինի այս տարվա խոսքը եւ հաջորդ տարվա խոսքը։ Մենք այս տարի ավարտելու ենք սիրով, սիրելիներ։ 2026-ը հռչակելու ենք ցորենի, գինի ու յուղի տարի։ Ժամանակը եկել է, հունձքը պատրաստ է, հունձքը պատրաստ է և Տերը գործելու է, հասուն արդեն հունձքը, ժամանակների մեջ, Տերը ասում է սիրելի աղջիկս, որդիս երկար ես սպասել, ժամանակն է քո աղոթքի պատասխանի, միգուցե քո մտքի խորքում ասել ես, որ դա էլ հնարավոր չի, Զաքարիան ասեց, ախ, ոնց կարա լինի, ես ծեր եմ, Եղիսաբեթը, Տեր ասում է շարժելու եմ իրավիճակներ ձեր կյանքի մեջ, փառք ես Հիսուս, ես շնորհակալ եմ քո կատարյալ պահի մեջ, որ դու շարժվում ես, նա ասում է, որ հենց հիմա է ճիշտ ժամանակը, սիրելի քույրս, եղբայրս, երբ որ գալիս է անհատական որոշում պետք է կայացնենք, ժամանակը հիմար է, հենց հիմա է, որ քայրոս այս ժամանակն ու քրոնոսը միանում են իրար, ժամանակի հրաշքը։ Երկրորդ Կորինթացիս 6-րդ գլուխ 2-րդ խոսքն ասում է, որովհետև ասում է Աստծո խոսքը, ընդունելի ժամանակում այստեղ խոսում է քայրոսի մասին, հրաշքի մասին։ Ընդունելի ժամանակում լսեցի քեզ և փրկության օրում օգնեցի քեզ։ Հիմա է ընդունելի ժամանակը և հիմա է փրկության օրը, սիրելի քույրս, եղբայրս։ Եթե կյանքիդ մեջ երազանքներ, տեսիլքներ, ինչ որ նպատակներ կոտրվել են, Տեր ասում է հիմա է ժամանակը։ Եթե կյանքիդ մեջ Հիսուսի նորից պետք է ուխտդ նորոգես, հենց հիմա է կատարյալ ժամանակը, հիմա է փրկության օրը։ Եբրայեցիների 4-րդ գլուխ 7-րդ խոսքն ասում է, Աստված նրանց դարձյալ մի օր է սահմանում այսօրը, հենց այսօր այդ պահը։ Երկար ժամանակ հետո Դավիթի միջոցով ասաց, այսօր եթե նրա ձայնը լսեք, ձեր սրտերը մի կարծրացրեք, սիրելի եկեղեցի։ Ասա, հավատում եմ Տեր Հիսուս, հավատում եմ, հիմա է կատարյալ ժամանակը։ Ես աղոթելու եմ, որ Տերը մեծ այցելություն անի ձեզ, սիրելիներ։ Այն այցելությունը, որ գրված էր Ծննդոց 18-14-ի մեջ, և խոսքն այսպես ասում, Եհովայի համար դժվար բան կա, արդյոք։ Սա Աստված ասած գիտեք ում Աբրահամին, այս ժամանակ եկող տարին դարձյալ քեզ մոտ կգամ, և Սառան մի որդի կունենա, խնդրում եմ կանգնեք ոտքի։ Աղոթելու ենք, որ Աստված նոր տեսիլքի ծնունդ տա։ Աղոթելու ենք, որ Աստված կրկնապատկի այս սրահի մեջ հոգիները, սիրելներ։ Աղոթելու ենք, որ Աստված այն մայրերը, որ նրանք սպասում են, որ պետք է հղիանան, մի բալիկ են սպասում, աղոթելու ենք, որ Աստված այդ շնորհը տա։ Աղոթելու ենք ամեն մի չպատասխանված աղոթք, որ տարիներով ձեր քրոնոս տարիները անցել են, որ Աստված քայրոսի հրաշք անի, ժամանակի հրաշքը գործի նաև ձեր կյանքի մեջ։ Հավատքով խնդրենք, սիրելիներ, ու ասենք, սիրելի Հիսուս, ես հավատում եմ այն բոլոր մարգարեությունները, որ կատարվեցին քո կյանքի մեջ, մեկ առ մեկ, ամեն խոստում, որ կատարվեց քո կյանքի մեջ, այդ նույն այսօր կկատարվի իմ կյանքի մեջ։ Միգուցե սիրելի եկեղեցի հիմա այս հարցը տակ, բայց ինչու Հիսուսի կյանքում այդքան հրեշտակներ էին խառնված, ընդգրկված, ինչու էին այդքան ձայներ, հրեշտակային այցելություններ, շատ այցեր էին գալիս, բայց հիմա իմ կյանքի մեջ ես մեկ հրեշտակի ձայն էլ չեմ լսում, մեկ հրեշտակ չի երևում իմ կյանքի մեջ։ Հիշեք Պողոս առաքյալի խոսքերը,
որ նա ասաց նա իր հոգին դրեց մեր սրտերի մեջ։ Ոչ թե հրեշտակը հոգին, հրեշտակից ավելի մեծ մեկն ա Տերը դրե։ Աստված Սուրբ Հոգին մեր սրտերի մեջ ա, սիրելիներ։ Ու նա ամեն բան գիտի, ամեն մի մանրամասը գիտի, մանրակրկիտ մեր կյանքի մեջ, մեր կյանքի խնդիրները, ամեն բան գիտի ու նա ասում է մոտեցել է ժամանակը քո կյանքի մեջ, ես այցելելու եմ քեզ։ Եբրայեցիների մեջ խոսում է քո հավատքի մասին։ Շատ մասերով եւ շատ կերպերով Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ մարգարեների ձեռքով այս վերջին օրերում խոսեց մեզ հետ Որդու միջոցով, որին ամեն բան ժառանգ դրավ։ Հալելույա, փառքեր է քեզ Հիսուս։ Աստված այսօր մեր հետ չի խոսում հրեշտակների միջոցով, կարիք չունենք։ Այսօր Աստված խոսում է մեր սրտերի հետ, Սուրբ Հոգու միջոցով, որ գաղատացիների մեջ ասում է, նա մեր սրտերի մեջ ծնվեց եւ այսօր Հոգին մեր ներսից աղերսում է Աբա Հայր, Աբա Հայր, Աբա Հայր։ Խնդրում ենք բարձրացնենք մեր Աբայի անունը։ Սիրելի եկեղեցի, բարձրացրեք ձեր կարիքները։ Ասա Տեր, ես ունեցել եմ շատ քրոնոս տարիներ, շատ տառապալի տարիներ, շատ ողբերգալից տարիներ, շատ հոգսալից տարիներ, բայց հիմա ժամանակն է, որ դու գործելու ես իմ կյանքի մեջ, դու կոտրելու ես Տեր, այն քրոնոս պահերը Տեր, այն վիճակները, այն հոգսերը Տեր, ու ես տեսնելու եմ ժամանակի հրաշքը Քայրոսի մեջ, այն ժամանակի մեջ, փառքեր Հիսուս։ Հայր, ես խնդրում եմ Տեր, այն ընտանիքները, որ բալիկ են սպասում, ժամանակի հրաշքը գործի, ժամանակի հրաշքը գործի Տեր, ժամանակի հրաշքը գործի քույրս, եթե սա քո ժամանակի հրաշքի սպասման աղոթքն ա, ձեռքը դիր քո փորի վրա, ասա Տեր, ես ընդունում եմ Տեր, ընդունում եմ Տեր, ընդունում եմ այդ սերմը Տեր, ընդունում եմ այդ պահը Տեր Աստված, փառք ես Հիսուս, Աստծո խոսքի սերմը ընդունում եմ իմ կյանքի մեջ, փառք ես Հիսուս, փառք ես։ Հավատքը գալիս է լսելուց եւ լսել Աստծո խոսքից, ես խնդրում եմ Տեր Աստված, քույրս, եղբայրս, եթե ձեր կյանքում ունեք ֆիզիկական տկարություններ, ձեր ձեռքը դրեք այդ ցավացող այդ մարմնի մասին եւ ասա Տեր Աստված, փառք ես, հավատում եմ Տեր, հավատում եմ դու նույն Աստվածն ես երեք այսօր ու ավիթյան, ոնց դու կանխատեսել էիր ամեն բան քո որդու Հիսուսի կյանքի մեջ, Հայր, այդպես էլ այսօր մեր կյանքի օրերն են հաշված քո ձեռքերի մեջ։ Տեր, մենք հրաշք ենք խնդրում այսօր Տեր Հիսուս, հրաշք, կատարյալ հրաշք Տեր Հիսուս։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, եթե ձեր կյանքի մեջ կան որոշ կապանքներ, դժվարություններ, ասա Տեր Աստված, արձակիր ինձ այս ցավից, արձակիր ինձ, տուր ինձ քո խաղաղությունը։ Եթե կան դժվարություններ, մտային դժվարություններ, հոգսեր, ասա այսօր ես ընդունում եմ Հիսուսի սերը, փառք ես Հիսուս, որովհետև Աստծո խոսքն ասում է կատարյալ սերը վանում է վախը, քույրեր, եղբայրներ։ Գիտեք, վախերը մեր կյանքում կան, որովհետև դա սիրո պակասությունն է։ Ասա լցրա ինձ Հայր, լցրա ինձ քո որդու Հիսուսի սիրով։ Լցրա, 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 լցրա ինձ նրա սիրով, որ ես վստահեմ նրան։ Դու ոնց ես քո միածին փոքրիկ երեխային սիրում, ոնց ես նրան պաշտպանում, ոնց ես ամեն ամակ դնում նրա կյանքի մեջ, այդպես էլ դու այդպես թանկ ես Հիսուսի համար։ Աստված սիրում է քեզ։ Փառք ես Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս։ Խորը գործ արա սիրելի